Ողջույն, դուք դիտում եք Civilnet-ի հատուկ թողարկումը։ Փետրվարի 22-ը Գյումրու Ավետիսյան ընտանիքի սպանդի 40-րդ օրն է։ Սոսկալի ոճրագործությունից 40 օր անց էլ մի շարք հարցեր շարունակում են մնալ անպատասխան։ Civilnet-ը փորձել է իմի բերել հունվարի 12-ից մինչ օրս տեղի ունեցած եւ չունեցածը։ Հունվարի 12-ի կեսօրին Գյումրիի ոստիկանությունը ստացավ տարօրինակ հաղորդագրություն։ Սպանվել են ընտանիքի 6 անդամները իրենց անկողիններում։ Համաձայն տարբեր աղբյուրների առավոտյան 6:20-ի սահմաններում Ավետիսյանների հարևանները լսել են ինչ-որ բան, որ նման էր պայթյունի կամ կրակոցի։ Նրանք մտածել են, որ տեղի է ունեցել թույլ երկրաշարժ։ Ավելի ուշ առավոտյան ժամը 10-ի սահմաններում սպանված ընտանիքի մոր Հասմիկ Ավետիսյանի քույրը բացահայտել է սարսափելի տեսարանը՝ մահաբեր հրազենային վնասվածքը քրոջ դեմքին։ Ընտանիքի մյուս անդամներն անկողնում էին, նույնպես սպանված հրազենից։ Միայն 6 ամսական Սերյոժան էր կենդանի, որին հարվածել էին սվին դանակով։ Հունվարի 12-ին սպանդի զոհ գնացին Սերյոժա, Հասմիկ, Արմեն, Աիդա Ավետիսյանները, 2 տարեկան Հասմիկը, իսկ հունվարի 19-ին նաև 6 ամսական Սերյոժան։ Սպանությունների գլխավոր կասկածյալը Գյումրիում ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է։ Հանցանքի վայրում հայտնաբերվեց AK-74 ինքնաձիգ եւ զինվորական կոշիկներ նրա անունով։ Հունվարի 12-ի կեսգիշերին մոտ ըստ պաշտոնական վարկածի Պերմյակովը ձերբակալվեց հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս ռուս սահմանապահների կողմից։ Նա քաղաքացիական հագուստով էր։ Առ այսօր անպատասխան է մնացել հարցը, թե ինչու էին ռուս զինվորականները զինված շրջում քաղաքում եւ մասնակցում որոնողական աշխատանքներին։ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան ստեղծվել է 1994-ին խորհրդային նախկին դիվիզիայի հիման վրա։ 1995-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ռազմաբազայի մասին պայմանագիր կնքեցին 25 տարով։ 2010-ին ռազմաբազայի գործողության ժամկետը երկարացվեց մինչև 2044 թվական։ Եթե մինչև 2010-ը բազան կոչված էր պաշտպանելու Հայաստանի պետական սահմանները նախկին ԽՍՀՄ պետական սահմանների մասով, 2010-ից այդ դրույթը հանվեց պայմանագրից։ Ներկայում Գյումրիի ռազմաբազայում կա շուրջ 5000-անոց զինվորական անձնակազմ։ Պերմյակովի կալանավորումից հետո բաց էր մնում հարցը՝ Հայաստանի թե Ռուսաստանի օրենսդրությամբ է դատվելու Պերմյակովը։ Ձերբակալությունից հետո Պերմյակովը խոստովանեց, որ ինքն է հանցագործության հեղինակը, սակայն սպանության դրդապատճառը մնաց անհայտ։ Քննիչներին նա պատմել է, թե թափառել է քաղաքով եւ պատահաբար հայտնվելով ռազմաբազայից 3 կիլոմետր հեռու գտնվող Ավետիսյանների տան մոտակայքում ցանկացել է ջուր խմել։ Պերմյակովը ռազմաբազայում ծառայել էր ընդամենը 1 ամիս։ Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, վկայակոչելով Ռուսաստանի սահմանադրությունը, ըստ որի Ռուսաստանի քաղաքացին չի կարող հանձնվել այլ երկրի իրավապահներին, հետևաբար Պերմյակովը չի կարող փոխանցվել հայկական կողմին։ Մինչդեռ ռազմաբազայի մասին հայ-ռուսական միջպետական պայմանագիրն ասում է, որ հանցագործությունը, որը կատարվում է ռազմաբազայի զինծառայողի կողմից ռազմաբազայի սահմաններից դուրս, ենթակա է Հայաստանի իրավազորությանը։ Գլխավոր դատախազի հայտարարությունը ցնցեց հանրությունը։ Ավելի ուշ Կոստանյանն ասաց, որ Պերմյակովը կդատվի Հայաստանի տարածքում։ Չպարզաբանված մնաց հարցը՝ կմնա արդյոք նա ռուսական ռազմաբազայի ներսում, թե ոչ։ Մինչ բուռն քննարկվում էր, թե ում իրավազորության տակ պետք է լինի Պերմյակովը, հունվարի 14-ին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի էր ունենում Ավետիսյանների հոգեհանգիստը։ 6 դագաղ, որից մեկը փոքրիկ ու սպիտակ, ինչպես օրորոց։ Նույն օրը Գյումրիում ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա։ Ավտոմեքենաների երթը շարժվեց Շիրակի դատախազության եւ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության ուղղությամբ, հետո դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա, որտեղ մինչ այդ արդեն տեղակայվել էին ոստիկանության մեծ թվով ուժեր։ Ցուցարարները պահանջում էին միայն մեկ բան՝ Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին։ Այդ օրն ակցիայի մասնակիցները ներկայացրին վերջնաժամկետ, մինչև հաջորդ օրը ժամը 17-ը անհապաղ կատարել իրենց պահանջները։
Հունվարի 15-ին Ավետիսյանների սպանված ընտանիքի անդամների հուղարկավորությունից մի քանի ժամ առաջ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում հանդես եկավ մամուլի ասուլիսով, այդպես էլ չհստակեցնելով կփոխանցվի Պերմյակովը հայկական կողմին թե ոչ, պատիժը կկրի Հայաստանի թե Ռուսաստանի տարածքում։ Նա ասաց. «Դեռ վաղ է այդ մասին խոսել, եւ դա բնավ էլ սկզբունքային հարց չէ»։ Գլխավոր դատախազի խոսքով պետք է գործել միջազգային իրավունքի շրջանակում եւ հաշվի առնել հայ-ռուսական միջպետական պայմանագիրը։ Կոստանյանն ասաց. «ՀՀ օրենսդրությունը չի կարող կիրառվել բացարձակ կերպով, քանի որ գոյություն ունի միջազգային համաձայնագիր։ Հանցագործության ծանրությունը ոչ մի նշանակություն չունի, իրավունքի տեսակետից էմոցիոնալ առումով կարող է։ Առնվազն այս պայմանագրի շրջանակներում ծանրության մասին ոչ մի բան չի ասվում»։ Ավետիսյանների հուղարկավորությանը թվում էր մասնակցում է ամբողջ Գյումրին, սգում էր ամբողջ Հայաստանը։ Հայաստանի նախագահը ոչ միայն չմեկնեց Գյումրի, այլև անգամ ցավակցություն չհայտնեց հրեշավոր ոճրագործության կապակցությամբ։ Չնայած ոչ պաշտոնական համազգային սգին, ոչ հանրապետությունում, ոչ էլ Գյումրիում իշխանությունները սուգ չհայտարարեցին։ Երկրի ղեկավարների բացակայությունը Գյումրիում չէր կարող մնալ աննկատ։ Հուղարկավորությունից հետո ցուցարարները հավաքվեցին Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց, ինչպես հայտարարվել էր նախորդ օրը։ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դուրս եկավ ցուցարարների մոտ եւ հայտարարեց, որ հայ քննիչները աշխատում են ռազմաբազայում, քննում են Պերմյակովին։ Գյումրու լրագրողների ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը պահանջեց պատասխանել հարցին, թե արդյոք Կոստանյանը ասելով Հայաստանի տարածք նկատի ունեցել Երևանի ռուսական ռազմական դատարանը։ Չկարողանալով դիմակայել հավաքված հանրության ճնշմանը, Կոստանյանը հեռացավ։ Ազգային ժողովի падգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Մարտուն Գրիգորյանը ի համերաշխություն ցուցարարների նույնպես պահանջեցին պատասխանել բարձրացված հարցին։ Դատախազության դիմաց հավաքված ցուցարարներին միացավ նաև Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Հերթական անգամ դուրս գալով ցուցարարների մոտ գլխավոր դատախազ Կոստանյանը հայտարարեց, որ տղամարդու խոսք է տալիս, որ իր ռուս պաշտոնակցին նամակ ուղղի Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու խնդրանքով։ Կոստանյանի խոստումը բոլորին չէ որ հանդարտեցրեց։ Ցուցարարների մի մասը որոշեց շարժվել ռուսական հյուպատոսության ուղղությամբ, որտեղ դարձյալ տեղակայված էին ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։ Ցուցարարների եւ ոստիկանության բախման հետևանքով տասնյակ քաղաքացիներ եւ մի քանի ոստիկան ստացան մարմնական վնասվածքներ, բերման ենթարկվեց մի քանի տասնյակ քաղաքացի։ Նույն ժամանակահատվածում տասնյակ քաղաքացիներ հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում՝ ի համերաշխություն Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների։ Ոստիկանության ներկայացուցիչները Երևանում նույնպես խոչընդոտեցին խաղաղ ցուցարարների ակցիան։ Մի քանի քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության բաժանմունք։ Ձեր հարազատների վիճակը ո՞նց է։ Ամոթ է, ինչ կենթանի։ Հունվարի 16-ին Գյումրին խաղաղ էր։ Նախորդին բախումների հետևանքով բերման ենթարկվածներն ազատ էին արձակվել։ Սահմռկեցուցիչ ոճրագործությունից 4 օր անց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցավակցական ուղերձ հղեց հանրությանը եւ խաղաղության կոչ արեց։ Հունվարի 16-ին բժիշկները երկրորդ անգամ վիրահատեցին Սերոժ Ավետիսյանին։ Հունվարի 18-ին ոճրագործությունից 6 օր անց Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Սերժ Սարգսյանի հետ եւ ցավակցեց սպանվածների հարազատներին ու ամբողջ հայ ժողովրդին։ Նա խոստացավ անհրաժեշտության դեպքում բժշկական օդանավ ուղարկել փոքրիկին Մոսկվա տեղափոխելու համար։ Մեկ շաբաթյա մակարումից հետո մահացավ փոքրիկ Սերոժան։ Տեղացի եւ արտերկրից ժամանած բարձրակարգ բժիշկներն անգամ չկարողացան փրկել նրա կյանքը։ Այս անգամ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Ավետիսյանների հարազատներին եւ հայ ժողովրդին ուղղված ցավակցական ուղերձով։ Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները Պերմյակովի նկատմամբ մեղադրանք առաջադրեցին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 2 եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար։ Պերմյակովն ընդունեց առաջադրված մեղադրանքը։
Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը միջնորդությամբ դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազին Գյումրիի Սպանդի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ։ Մի շարք լրատվամիջոցներ կասկածի տակ դրեցին դատախազության հայտարարությունը։ Հունվարի 12-ի ոճրագործությունից անցել է 40 օր, բայց շատ հարցեր դեռ մնացել են անպատասխան։ Երբ է պարզվել, որ զինված Վալերի Պերմյակովը լքել է ռազմաբազան։ Արդյոք ռուսական ռազմաբազայի պատասխանատուները համապատասխան ժամկետում ծանուցել են Հայաստանի ոստիկանությանը դասալքության փաստի մասին։ Ինչու է ոստիկանությունն այդքան ուշ եկել հանցագործության վայր։ Ինչու է ոստիկանությունը հանցագործության մասին լուրը ստացել կեսօրին, եթե հանցագործությունը կատարվել է վաղ առավոտյան։ Որն է հանցագործության դրդապատճառը։ Ինչն է ստիպել Պերմյակովին լքել ռազմաբազան, թափառել քաղաքով եւ պատահաբար ներխուժել Ավետիսյանների տուն։ Ինչու է Պերմյակովը դեպքի վայրում թողել այդքան շատ իրեղեն ապացույցներ։ Եթե Պերմյակովը եղել է աֆեկտի մեջ, ինչպես է կարողացել ծրագրել եւ փորձել իրագործել փախուստը հայ-թուրքական սահմանով։ Ինչու են ռուս զինծառայողները ներգրավել որոնողական աշխատանքներում։ Գիտակցում էր արդյոք հայկական կողմը, որ եթե Պերմյակովին հայտնաբերեն ռուս զինվորականները եւ վերցնեն կալանքի տակ, նա կհայտնվի Ռուսաստանի իրավազորության ներքո։ Ինչու չեն մեկնաբանվում լուրերն այն մասին, որ Պերմյակովին բռնել են հայ իրավապահները, բայց հանձնել են ռուսական կողմին։ Հրեշավոր Սպանդից 40 օր անց այս հարցերից եւ ոչ մեկի պատասխանը չկա։ Սրանք հարցեր են, որ պատասխաններ են պահանջում։ Դուք դիտում եք Civilnet-ի հատուկ ռեպորտաժը։ Ինչ հանդիպում։